մենք ականատես ենք լինում առհասարակ տարբեր ռուսական ալիքներում հեռարձակվող հաղորդումների, ինչպես նաև տարբեր բլոգերների, որոնք ըստ օդում կախված լուրերի ֆինանսավորվում են Ռուսաստանի կողմից, պարբերաբար Հայաստանում քաղաքական օրակարգերի սադրմանը, եւ ես կարծում եմ դրանից լավագույնն արձագանքել է արդեն հայ ժողովուրդը, որը երբեմն նույնիսկ քաղաքական գործիչներից պահանջում է այս կամ այն հեռուստաընկերության փակում Հայաստանում վարչապետն էլ օրինակը բերեց նրան, որ իր հետ հանդիպումներում ասում են ինչու չեք փակում, ինչու սա չի ուրեմն ինչու է սա դեռ հեռարձակվում եւ ասեմ ավելին առհասարակ ըստ որոշ հարցումների Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ըստ հստակ առայա հարցումների Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես երրորդ սպառնալիք անվտանգությանը Հայաստանի Հանրապետության Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո դիտարկում են Ռուսաստանը եւ ես կարծում եմ թերևս սա կարեւոր արձանագրում է ռուսական կողմի համար, որ պետք է հասկանան, որ ինչ որ մի բան այնպես չի գնացել կամ ինչ որ մի բան այնպես չի, որ Հայաստանի քաղաքացիները այսպես հստակ դրամատրության փոփոխություն ունեն։ Իհարկե դա սկսել է ոչ միայն, այսպես ասած, լրատվական պատերազմների ընթացքում, այլ նաև ըստ ռուսական արձագանքի, որոնք չարձագանքեցին ըստ էության մայիսի 22-ի, դրան հետևող սեպտեմբերյան հարձակումներին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ,